Авиакомпании «Ташир». Все грани бизнеса. Այսօր Վանաձորի օրն է, տոնական օրվա իրադարձություններով Ֆորտունա լոռու-մարզային հեռուստաընկերության եթերը շարունակում է մոլորակ լրատվականի գլխավոր թողարկումը, ես Սարգիս Գոքորյանն եմ, բարև ձեզ։ Մարզկենտրոն Վանաձորը տոնի արդիվ բազմաթիվ շնորհավորական ուղերձներ է ստացել, նախ ներկայացնենք Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեփու arczepiskopos Ջուլջյանի օրհնության խոսքը։ Սիրելի վանաձորցիներ, հայրական սիրով օրհնում եւ շնորհավորում եմ ձեզ մեր սիրելի Վանաձորի տոնի կապակցությամբ։ Մաղթում եմ, որ յուրաքանչյուրիդ մեջ առավել զորանա սերն առ մեր հիասքանչ քաղաքը եւ ամեն ոք տիրոջ գիտակցությամբ իր ծառայությունները բերի մեր քաղաքի բարեկարգմանը, շենացմանն ու պահպանմանը, որպեսզի գալիք սերունդները արժանապատվության բարձր զգացումով եւ հպարտությամբ հիշեն մեզ։ Թող խաղաղություն եւ համերաշխություն լինի մեր սրտերում ու մեր երկրում։ Լավագույն մաղթանքներով եւ օրհնությամբ Սեփու arczepiskopos Ջուլջյան, առաջնորդ Գուգարաց թեմի։ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարփինյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. Վանաձորը լոռու մարզկենտրոնը իրավամբ կարող է հպարտանալ իր պատմությամբ, ավանդույթներով, իր աշխատասեր կառուցող ժողովրդով։ Քաղաքի հարուստ ու բովանդակալից կենսագրությունը կերտվել է պատվախնդիր սերունդների աշխատանքով։ Մեր քաղաքն արդեն ունի իր ավանդական օրը, որն այսօր հանդիսավորությամբ նշվում է որպես ներկա ձեռքբերումների, ապագա հույսերի ու ձգտումների տոն։ Այդ տոնը բոլորիս ներշնչում է կողք կողքի կանգնած միասնական հաղթահարել դժվարությունները։ Շնորհավորում եմ բոլորիդ հարազատ քաղաքի օրվա արդիվ, երջանկություն ձեզ եւ ձեր ընտանիքներին, սիրենք մեր քաղաքը եւ ուսուսի տված կառուցենք, վերակառուցենք, կանանչապատենք ու ծաղկեցնենք։ Հավաստիացնում եմ առավել բարեկարգ, ծաղկուն ու լուսավոր է դառնալու մեր Վանաձորը, մեր սիրո տունը։ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարփինյան։ Քաղաքի տոնի արդիվ շնորհավորական խոսք նաև ազգային ժողովի падգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից։ Սիրելի վանաձորցիներ, սրտան շնորհավորում եւ իմ բարեմաղթանքներն եմ հղում մեր բոլոր համակարգացիներին Վանաձորի օրվա կապակցությամբ։ Օգտվելով առիթից Վանաձորի բնակիչներին մաղթում եմ քաջառողջություն եւ բարօրություն։ Իմ խոստմանը համաձայն շարունակելու եմ լինել ձեր եւ Վանաձոր քաղաքի շահերի պաշտպանը պետական կառավարման համակարգի բոլոր մակարդակներում։ Տոնի գլխավոր միջոցառումներն արդեն անցկացվել են քաղաքի գլխավոր հրապարակում։ Վաղ առավոտից հնչող բարձր երաժշտությանը հաջորդել է տոնական շքերթը, որին ներկա են եղել իմ գրեթե բոլոր գործընկերները։ Շքերթների ու տոների քաղաք Վանաձորի երբեմնի բարի ավանդույթները վերականգնվում են։ Քաղաքի տոնը դրա լավագույն առիթն է։ Վանաձորի օր տոնակատարության ամենասպասված մասերից մեկն, ինչպես նախապես խոստացվել էր, տոնական շքերթն էր։ Վանաձորը հարուստ է իր բազմամյա մշակութային օջախներով, հնով ու նորով։ Վանաձորի տոնը շնորհավորելու են եկել ոչ միայն Վանաձորի, այլև աշխարհի տարբեր ծայրերի վանաձորցիներն ու կանաչ քաղաքի հյուրերը։ Քաղաքի սիրտն այսքան մարդ վաղուց չէր տեղավորել։ Հայքի հրապարակով անցնում են Վանաձորի հին ու նոր սերունդները։ Նախակրթարաններից ու դպրոցներից մինչև հիմնարկ ձեռնարկություններ, մշակույթի տներ, մարզադպրոցներ։ Մի խոսքով մարդկանց խմբեր, ովքեր վերջին հաշվով վանաձորցի են։ Երեխա թե տարեց, մտավորական թե շարքային բանվոր։ Հազարամյակների խորքից եկող այս հնորյա բնակավայրը տոնում է իր հերթական տարեդարձը եւ դեռ քանի հազարամյակ շարունակելու է հպարտորեն քայլել ժամանակի միջով։ Շքերթի բարի ավանդույթին ժամանակի ուշ տալը քաղաքի ղեկավարի նախաձեռնությունն էր, իսկ Վանաձորին ուղղված շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ ստացվել են աշխարհի տարբեր անկյուններից։ Շնորհավոր տոնդ, կանաչ քաղաք, լոռվա տիրուհի ու լոռեցու հոգի, թող սիրտդ միայն տոնական շքերթներից թնդա։ Աննա Պեչենևսկայա, Հերմինե Զարմանյան, Լիանա Մխիթարյան, Արտակ Բրուտյան, Վազգեն Մինասյան, Մոլորակ։ Հնի ու նորի քաղաք Վանաձորը կրկին տոնական զգեստ է հակել, հոբելյարը այսօր շպտում էր ուրախությունից, չէ որ քաղաքը ուրախ է մարդկանցով, իսկ մարդկանց տրամադրությունը այսօր առավել քան բարձր էր։ Վանաձորն ավելի քան 5000 տարվա պատմություն եւ մշակույթ ունեցող քաղաք է։ Հնագույն կանգառքը հազարամյակների ընթացքում տարբեր իրադարձությունների ականատես է եղել։ 19-րդ դարում ռուսական ազդեցության օրոք այստեղ մաքսատուն էր գործում։ Այն կարգավորում էր առևտուրը Թուրքիայի, Պարսկաստանի եւ Ռուսաստանի հետ։ Արդեն խորհրդային տարիներին Կիրովականը բազմամարդ արդյունաբերական քաղաք էր։ Այսօր Հայաստանի անկախ հանրապետության երրորդ քաղաք Վանաձորը դժվարությունները հաղթահարելով կարողացավ պահպանել իր ուրույն դիմագիծը։ Օրեցօր աշխուժացող մշակութային կյանքով, վերականգնվող ավանդույթներով, որոնցից մեկն
էլ տարիներ առաջ քաղաքապետ Սամվել Դարփինյանի ջանքերով վերականգնված քաղաքի տոնն է։ Վանաձորի օրը յուրաքանչյուր տարի վերածվում է համաքաղաքային մեծ տոնախմբության։ Տոնի գլխավոր միջոցառումը շքերթն է, գունազարդ փուչիկներով, դրոշներով, տոնական տարազներով ու բացականչություններով քաղաքի մշակութային օջախներն ու կրթօջախներն անցնում են հայքի հրապարակով, սակայն մինչ տոնական օրը նախատոնական միջոցառումներն արդեն նախապատրաստում են տոնին։ Այդ օրերին վանաձորցիները հնարավորություն են ստանում անվճար մասնակցելու մշակութային կյանքին։ Քաղաքը քիչ-քիչ վերագտնում է իրեն։ Ես բացակայում եմ 22 տարի, որ իմ հայրենի քաղաքում չեմ, բայց վերադառնալով իրոք տեսա իմ քաղաքի ապագան։ Բաց աչքերով, կապույտ երկինք, ուրախ զվարթ երեխաներ, որ այսօր փայլում են, փայլատակում։ Բոլորին շնորհավորում եմ, ցանկանում եմ առաջնայինը առողջություն, իհարկե աշխատանք բոլոր վանաձորցիներին, որպեսզի մարդիկ ավելի գեղեցիկ, ուրախ տրամադրեն մեր տոները։ Վանաձորն ու վանաձորցին սկսում են հավատալ, ապագան լուսավոր է լինելու։ Այն ավելի ճիշտ է կառուցվելու, քանի որ պատկանելու է անկախության սերնդի, ով ազատ է մտածում եւ ժողովրդավարական գաղափարների կրողն ու կյանքի կոչողն է լինելու։ Հերմինե Զարմանյան, Մոլորակ։ Ժամը 19-ին Հայքի հրապարակում մեկնարկեց տոնական համերգը հայ աստղերի մասնակցությամբ։ Այս պահին էլ մեր հարևանությամբ հնչում է տոնական բարձր երաժշտությունը։ Տոնը կավարտվի շքեղ հրավառությամբ։ Վանաձորի օրվան նվիրված միջոցառումների մասին մեր կիրակնօրյա մոլորակում, իսկ այսօր մոլորակ լրատվականը միանալով բոլոր բարեմաղթանքներին ու շնորհավորանքներին ձեզ հրաժեշտ է տալիս մաղթում ամենայն բարիք։